Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Ոստիկանական ուժերով շրջափակված մայրաթոր հայտարարություն ու միասնական աղոթք զուգահեռ ցմահ ազատազրկման պահանջ Բաքվից, այս եւ այլ թեմաների մասին առաջիկա րոպեներին։ Ժամեր առաջ մայրաթորի բակում գերլարված վիճակ էր։ Հրմշտոցի ընթացքում վատացել է Տեր Վրդանես Քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։ Մայրաթորի միաբան Հայր Զաքարիա Բաղումյանը տեղեկացրել է, որ կյանքին վտանգ չի սպառնում եւ քիչ հետո կստենդավորեն սիրտը։ Հոգեվորականի մասին տեղեկություն է հայտնել նաեւ Տեր Մանուկը։ Լսենք։ Սրտամկանի ինֆարկտ է արձանագրվել, ամենայն դեպս այդպես տեղեկություն ենք ստացել եւ դες պահին ստենդավորում են ամբողջ միասնի հիվանդանոցներից մեկում է։ Իսկ վիճակը ո՞նց են գնահատում բժիշկները։ Կայուն բժիշկների վերահսկողության տակ է։ Վտանգավոր բան չկա։ Տերքա պահին ոչ։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները մոտեցել էին վեհարանին, այդ պահին ամենայն հայոց կաթողիկոսն արդեն դուրս էր եկել վեհարանից եւ մասնակցում էր մայրաթոռում անցկացվող միասնական աղոթքին։ Վեհարանի բակում եպիսկոպոսները բարձրախոսով հայտարարություններ էին անում, սակայն նրանց հայտարարությունը գրեթե չէր լսվում։ Եկեղեցու բակ եկած քաղաքացիների վեհափառին աջակցող վանկարկումների տակ։ Եպիսկոպոսները վեհափառի հրաժարականը պահանջող նամակ են հանձնել մայրաթոռի քարտուղարություն եւ հեռացել խոստանալով հաջորդ անգամ վերադառնալ միասնական աղոթքի առանց կաթողիկոսի։ Եպիսկոպոսները հեռացել են ազգային անվտանգության ծառայության ուղեկցությամբ միկրոավտոբուսով։ Միասնական աղոթքից հետո վեհափառը շեշտել է, որ խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով։ Այսօր տագնապային օրեր ենք ապրում, մեր երկիրը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև, բայց հանրության մեջ հաշտության, միասնության ոգին վերականգնելու, եկեղեցի պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու փոխարեն շարունակվում են հարձակումները հայ եկեղեցու հանդեպ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, ցավոք նաև որոշ մեր հոգևոր եղբայրների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովուրդը մնում է աներեժ։ Իսկ ոստիկանական մեծաթիվ ուժերը վաղ առավոտից էին մայրաթոռ Սուրբ Էջմիածնի բակում, այնտեղ էր նաև ոստիկանապետը։ Այստեղ մենք նկատում ենք ոստիկանապետ Կարեն Հակոբյանին, փորձենք հասկանալ, թե այսքան մեծ Ներեցեք, բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, այսքան մեծաքանակ ոստիկանների հասարակական կարգի համար է։ Դիմեք ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։ Հավաքիչ ժամեր առաջ մայրաթոռը հայտարարություն է տարածել, ըստ որի ամենայն հայոց կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի կազմի անդամների փոփոխություն է արել։ Ըստ News.am-ի տեղեկության հեռացվել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Հեռացվածներին կփոխարինեն Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովանիսյանը։ Իսկ ինչ դիրքորոշում ունեն էջմիածինցիները 10 եպիսկոպոսների գործողությունների վերաբերյալ, մեր տեսախցիկն է շրջել քաղաքում եւ լսել մարդկանց։
Ինչպես է գնահատում եպիսկոպոսների հավաքն ընդդեմ վեհապարի։ Ես այդտեն չեմ կարող ոչ սրա օգտին, ոչ նրան դեմ ինչ որ բան ասել, բայց որ մենք պետք է ամուր պահենք մեր հավատը, դա միանշանակ է։ Կողմ չեմ, որ ընդհանրապես եկեղեցու հանդեպ ինչ որ այս գործողությունները տեղի ունենում, մեր հավատքի հանդեպ չէ, կողմ չեմ, դեմ եմ շատ։ Ով որ սուրբա, թող սուրբել մնա, ով որ խուլիգանա, թող դուրս գա։ Ես վանքի կողքը միշտ կանգնած եմ մնալու սարտամ։ Դավաճան եպիսկոպոսը, ոնց ասեմ, հավասար են Ադրբեջանցի Սաֆարովին, որը հայ ազգի թշնամին է։ Նույնիսկ թշնամին։ Ոչ մի բան չեմ կարող ասել ցավդ տանում։ Ինչպես է գնահատում եպիսկոպոսների հավաքն ընդդեմ վեհապարի։ Ներքին եկեղեցիական հարցերը կարգավորեն իրանք էլի։ Все правильно делают. Просто Аджаксов чека. Надо помогать, чтобы они могли это все сделать. А не то, что привести столько милиции. Եպիսկոպոսների հավաքին ինչպես եք վերաբերում։ Բացաբար։ Խանգարելիս բացի ուրիշ բան չեն անում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ բացառել էր բախումները, նշելով, որ Հայաստանի իրավապահ մարմինները ունեն անհրաժեշտ գործիքակազմ եւ կարողություններ սադրիչ գործողություններ անող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։ Լսենք վարչապետի ճեպազրույցի առանցքային կետերը։ Մենք բոլորս, ես էլ 10 եպիսկոպոսներն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, այդ թվում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ճգնաժամի համար, եւ պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։ Ես 10 եպիսկոպոսներին չեմ ուղղորդել։ Ես ով եմ, որ իրենց ուղղորդեմ, բայց ես նրանց աջակցում եմ։ Պատասխանատու ասում եմ, եպիսկոպոսած դասն է որոշելու, ով կլինի կաթողիկոսը։ Ես թեկնածու չունեմ։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով վեհապարի հեռացման Փաշինյանի ներկայացրած գլխավոր իբր պատճառաբանությունը պարզվում է որևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար տարրական զրպարտություն է։ Փաշինյանն ասաց, որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս ելնելով ազգային անվտանգության շահերից։ Այս տգետին մի բան պիտի բացատրեմ։ Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության եւ օրենքների խախտումները եւ բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե օրինակ իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ։ Իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության եւ ժողովրդավարության համար։ Այսօր նաև տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի և Սրբազան պայքարի մյուս մասնակիցների գործի հերթական դատական նիստը, որն այս շաբաթ ևս հետաձգվել է մեղադրյալների և պաշտպանների բացակայության պատճառով։ Ի դեպ Իգոր Սարգսյանին և Կարո Օկոպմուշյանին ոստիկանները չէին կարողացել բերել դատարան, որովհետև ոստիկաններին գործ ուղղել էին Էջմիածին, սակայն Բագրատ Սրբազանը հասցրել է խոսել եկեղեցու շուրջ տեղի ունեցողի և այսօրվա հավաքի մասին։ Սրբազանը կոչ է արել գնալ և կանգնել Մայրաթոռի կողքին։ Սա չի կարող շարունակելի լինել և այո, ես պատրաստ եմ նաև հաջորդիվ մեղադրողների բացակայության պարագային, որևէ մեկի իր կամքից անկախ բացակայության պարագային, որի իր պարտավորությունը չէ, ես էլ իմ պարտավորությունը չեմ համարի դատական նիստերին ներկա լինել։ Եվ սա վիրավորանքը ուղղակի անթույլատրել է եւ դա գալիս է բարձրագույն ղեկավարության իր կամքը թելադրած կատարելու, այսպես կոչված ղեկավարության կամքը թելադրած կատարելու սկզբունքից։ Մարդիկ ծառայության մեջ են, հանել տարել են ուրիշ տեղ, հետեւաբար ծառայություն չկա, հետեւաբար մարդիկ չկան եւ հետեւաբար գործընթացը չկա։ Հիմա ով է ինձ պատասխան տալու։ Ինչ եմ ես 3 ժամ գալիս այստեղ նստում, այդ գնում նորից տեղ։ Այդքան հեշտ է մեզ համար, կամ այս մարդկանց ով է պատասխան տալու, որ վեր են կենում Կանադայի դեսպանատան ներկայացուցիչներն են այստեղ։ Մեր ժողովրդին ներկայացուցիչ, այս մարդիկ ամեն շաբաթ պարտավոր են 15 րոպե գործ, բան, թողնեն գան, այստեղ հետո թողնեն հետ գնան։ Չի կարելի սա։ Պատվարժան դատարան։ Ես կարծում եմ, որ դա նաև ձեր գործառույթում, ձեր քննությունը եւ խիստ միջոցներ ձեռնարկեք։ Եվ առից օգտվելով ուզում եմ մեր իրավապաշտպաններին, մեր ժողովրդին ասել, որ այսօր այո Սուրբ Էջմիածնում այն ինչ որ տեղի ունենում այդ խայտառակությունը, ամոթը, գնացեք Սուրբ Էջմիածին, գնացեք, մասնակցեք, ձեր աջակցությունն ու զորակցությունը հայտնեք, իմ խնդրանքն է օրդորն է ձեզ, ես անձնապես չեմ կարող, հենց այդ նպատակով էլ մենք կալանավորված ենք։
Բագրատ Սրբազանը Գերագույն հոգևոր խորհրդից եպիսկոպոսների հեռացնելու որոշումը որակել է շատ ճիշտ, տեղին և սպասված։ Իսկ երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսով զրուցել է ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ։ Նրա խոսքով առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Վարդանյանը պատմել է, որ ելույթում մտադիր է ընդգծել, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց և չի մասնակցելու արդարադատության իմիտացիային։ Նրա գնահատմամբ Բաքվում ընթացող գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնարար չափանիշներին և չի կարող համարվել դատաքննություն։ Ես ոչինչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր, լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, Արցախը եղել է, կա և կլինի անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։ Պետք չէ վախենալ մահից կամ փորձել հաղթել նրան։ Մահը սարսափելի չէ։ Սարսափելի անտարբերությունը, որն աննկատ աստիճանաբար, ասես ճառագայթում թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում։ Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել և մինչև կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարևորը սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է, ամենակարևորը չվնասելն է։ Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ և աշխարհում։ Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության և ներդաշնակության մեջ։ Զգույշ եղեք խոսքի նկատմամբ։ Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաև զարգացման, աջակցության և ստեղծարարության հզոր խթան դառնալ։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան։ Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում։ Իսկ Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Ընդունված բանաձևում խստորեն քննադատում են Բաքվի իշխանությանը, ընդդիմախոսներին, լրագրողներին և իրավապաշտպաններին ազգային անվտանգության անվան տակ ճնշելու համար, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների առաջընթացը պետք է կապել իրական քայլերի հետ։ Այսօր Ռուբեն Վարդանյանի ձերբակալության հանգամանքներին անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով Վարդանյանը չի փորձել թաքնվել և նա բոլորի պես դուրս է եկել Բերձորի միջանցքով։ Ոչ մեկ թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինչ-որ բունկերում, անտառում, այլընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում։ Ինքը տեղափոխվել է, փորձել է, ինչպես բոլորը, տեղահանվել դեպի Հայաստանի Հանրապետություն, այդ ժամանակահատվածում գործող միակ ճանապարհով, Լաչինի միջանցքով։ Շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, հենց Ստեփանակերտից դուրս գալուց Շուշիի մատույցներում և նաև կար Հակարի կամուրջում գտնվող ադրբեջանական հսկիչ անցագրային կետ, որտեղ բոլոր անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Ես շատ լավ իմանալով իմ կարծիքով, որ գերեվարման համար և ձերբակալման համար ինքը ադրբեջանական կողմից ունի նման որոշում։ Այսօր Ադրբեջանից Հայաստան են ուղարկում նավթամթերքի առաջին խմբականակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դա նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում։ Պայմանավորվածությունը ձեռք են բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ընթացքում։ Այսօր Հայաստան կուղարկեն Սոկարի արտադրած AL-95 բենզինի 22 երկաթուղային վագոն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների գործարքը ունի զուտ առևտրային բնույթ, իսկ բենզինը կվաճառեն միջազգային շուկայի գներին համապատասխան։
Իսկ այս ամենի ֆոնին Բաքվից գալիս են հստակ ազդակներ, որոնք ամենևին խաղաղության մասին չեն։ Դեկտեմբերի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում միայն Ադրբեջանի պետական լրատվական ազերթաջ գործակալությունը հրապարակել է 24 նյութ, որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան զավթողական անվամբ։ Գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը եւ շեշտել, այդ ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։ Արևմտյան Ադրբեջան զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում կազմակերպվում են գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, երիտասարդական ճամբարներ եւ ցուցահանդեսներ։ Արևմտյան Ադրբեջան վերադարձը ներկայացվում է որպես հիմնական ազգային նպատակ։ Սրա մասին ուղիղ տեքստով խոսում են падգամավորներ եւ այլ պաշտոնյաներ։ Իլհամ Ալիևը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թեման մշտապես ներկայացնում են որպես իրավական, պատմական եւ բարոյական պարտավորություն, այն ներառելով ուսումնական ծրագրերում, ֆոլկլորային հետազոտություններ արվեստում եւ հասարակական դիսկուրսում Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջներ օրինաչափ եւ բնական դարձնելու համար։ Արվեստի, գրականության եւ պատմության գիտությունների միջոցով Արևմտյան Ադրբեջանը ներկայացվում է որպես ադրբեջանցիների նախնիների հայրենիք։ Ազգային ժողովը ընդունել է առողջության ապահովագրության ծրագիր, գալիք տարվա հունվարից քաղաքացիները կունենան ապահովագրություն։ Համենայն դեպս այդպես է պլանավորել առողջապահության նախարարությունը։ Իսկ իրատեսական է արդյոք այն ժամկետը, որը գերատեսչությունը դրել է իր առջև։ Նախագծի մանրամասներին իմ գործընկեր Անահիտ Սարգսյանն է անդրադարձել։ Համընդհանուր առողջության ապահովագրության նախագիծն ընդունվել է։ Հունվարի 1-ից մոտ 1 միլիոն 600 հազար քաղաքացի կունենա առողջության ապահովագրություն։ Բարեփոխման հիմնարար սկզբունքներից է, որ մենք մեր երկրի բոլոր քաղաքացիներին միավորում ենք մեկ ապահովագրական զամբյուղի մեջ, որպեսզի հավասարակշռենք մեր երկրի բոլոր քաղաքացիների առողջական, ֆինանսական ռիսկերը, ինչի արդյունքում կարող ենք ստանալ շատ ավելի հավասարակշռված փաթեթ, այն արժեքով, որը այլ պարագայում դժվար էր լինելու ապահովել։ Իրատեսական է մինչև հունվարի 1-ը կազմակերպել ապահովագրության ամբողջ գործընթացը, հատկապես եթե կանոնակարգով նախատեսվում է, որ վճարումները պետք է սկսվեն դեկտեմբերից։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը կարծում է, համակարգում բազմաթիվ բացթողումներ կան։ Չունենք ստեղծված հիմնադրամը, փաթեթները եւ այլ իրավական ակտերը կառավարության որոշումների ձևով այս բանը դեռ գտնվում են հանրային քննարկման փուլում, իդրավթ համակարգում, այնպես որ ես կարծում եմ, որ ժամանակը շատ կարճ է, որպեսզի մենք հունվարի 1-ից, այսինքն 3-ից, առաջին օրերից ստանանք ապահովագրությունը։ Առողջապահության ոլորտի կազմակերպիչ Սամվել Սողոմոնյանի համոզմամբ սոցիալական արդարության սկզբունքը շարունակում է խախտված մնալ։ Նրա խոսքով ֆինանսական ամբողջ բեռը դրվում է քաղաքացու վրա, մինչդեռ համընդհանուր առողջության ապահովագրություն ունեցող երկրների մեծամասնությունում կիրառվում են այլ մեխանիզմներ։ Կամ այդ ապահովագրավճարների հիմնական բեռը դրված գործատուի վրա, ոչ թե աշխատողի, կամ առնվազն կիսվում է բեռը ֆինանսական, այսինքն գումարի մի կեսը տալիս է գործատու, կեսը աշխատողը։ Երևի մատերի վրա հաշված երկրներ կարող են մտաբերել, որտեղ գործատուն ընդհանրապես գումար չի վճարում իր աշխատակցի ֆինանսական բեռը թեթևացնելու համար այդ ապահովագրական փաթեթին, հա։ Համապատրաստից փոփոխությունը նաև այն հանգամանքը, որ թեև ապահովագրության համար վճարում են քաղաքացու եկամուտներից, բայց փոխանցումները պետք է կազմակերպի գործատու կազմակերպությունը։ Հենց այսօր եմ զրուցել թե բժշկական կենտրոնների տնօրենների հետ, թե անկախ բժշկական բիզնեսի հետ կապ չունեցող գործատուների հետ, ոչ մեկը, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի կարգավորում չի ստացել եւ այս պահին ոչ մեկը, անգամ բժշկական կենտրոնի տնօրենները չգիտեն իրենց անելիքները։ Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը համակարգը բնութագրում է էկոնոմ ռեժիմով առողջապահություն, նշելով, որ առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամները, նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաները, մինչեւ օրենքի ընդունումը մի շարք ծառայություններ ստացել են ավելի լայն ծավալով։
Փորձագետների խոսքով գործնականում քաղաքացիները կարող են բախվել ընթացակարգային խնդիրների եւ ավելորդ քաշքշուկի։ Առավել ծանրաբեռնված են լինելու ընդունարանների աշխատակիցներն ու հերթապահ բժիշկները, այսինքն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները։ Այս հարցերի հստակ պատասխանները ըստ մասնագետների այս պահին դեռ բացակայում են։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այսօր անչափահաս երեխաների ծնողներն ունեն շատ լուրջ մտահոգություն։ Սովորական ժամանցային հավելվածը կարող է շատ լուրջ վտանգ դառնալ երեխայի համար։ WhatsApp-ում, Telegram-ում եւ Snapchat-ում շատ հաճախ երեխաներին ուղարկում են սեռական բնույթի լուսանկարներ ու տեսանյութեր, որոնց հետևանքները շատ ավելի հեռուն կարող են գնալ ու վնասել երեխայի առողջությունը, վտանգել կյանքը։ 18+ նկարներ անչափահասների հեռախոսներում, ինչպես պաշտպանել ու զերծ պահել վտանգից։ Ռեպորտաժում։ Երեխայիս մեսենջերով սեռական բնույթի նկարներ են ուղարկել։ Ինքը չգիտի, որ տեսել եմ։ Ինչ որ մեկը նման խնդիր ունեցել է, ինչ անեմ։ Facebook-յան խմբերից մեկում հրապարակված այս գրառումը լայն քննարկումների պատճառ է դարձել, անհանգստացնելով բազմաթիվ ծնողների։ Նրանք ահազանգում են, որ իրենց երեխաների հեռախոսներում եւս նմանատիպ բովանդակություն են նկատել, սակայն չեն հասկանում ինչ քայլեր ձեռնարկեն եւ ում դիմեն։ Տղայիս Telegram-ի էջով բավականին շատ կոնտակտներից, որ խաղարկության հղում էր ուղարկվել, հետո էլ 18+ նկարներ։ Հեռախոսը ծնողական վերահսկողության տակ է։ Ծրագիրը ջնջելուց հետո էլի մի քանի հոգու ուղարկվել էր։ Նամակները դատարկ էին, ստուգել ենք։ 18+ նկարներ ու ֆիլմեր հեռախոսը չի թողնում մտնի։ Մասնագետները զգուշացնում են, անչափահասների շրջանում սեռական բնույթի լուսանկարների եւ տեսանյութերի տարածումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, անգամ ինքնասպանության։ Մեդիա փորձագետ Արթուր Պապյանի խոսքով նման բովանդակությունը հիմնականում տարածվում է WhatsApp-ում, Telegram-ում եւ Snapchat-ում, քանի որ այդ հարթակներում վերահսկողությունը սահմանափակ է։ Կա որոշակի դժկամություն միջամտել յուզերների, օգտատերերի վարքագծին, որովհետեւ դա նաեւ հարթակի նկատմամբ վստահությունն է նվազեցնելու, բացի այդ, օրինակ WhatsApp-ի դեպքում ամբողջ կոնտենտը գաղտնագրված է եւ տեխնիկապես այնտեղ վերահսկողությունը շատ բարդ է։ Անչափահասների շրջանում սեռական բովանդակության տարածումը կանխելու համար կարևոր է ճիշտ ծնողավարումը, սակայն միայն դա բավարար չէ, ասում է մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը։ Եթե ծնողը նույնիսկ վերահսկում է երեխան ինչ կոնտենտ է օգտագործում եւ ինչ նյութեր է սպառում, ինչ մեդիա կոնտեքստ է սպառում, նա չի կարող վերահսկել թե իր երեխային ով ինչ կարող է ուղարկել եւ այստեղ հենց բախվում ենք այն խնդիրներին, որոնցից մեկն ու ամենակնհայտը անպատժելիությունն է։ Մասնագետի խոսքով անպատժելիության զգացումը հաճախ ձևավորվում է այն ընկալմամբ, թե սոցիալական հարթակներում տեղի ունեցողը իրական կյանքի հետ կապ չունի։ Ցանկալի է, որպեսզի օրինակ դեռահասների դեպքում նրանք ծնողները զրուցեն երեխաների հետ, բացատրեն կամ քննարկեն այն փաստը, այն հանգամանքը, որ առցանց հարթակները, նույնիսկ մասնավոր չաթային, ինչպիսին WhatsApp-ը կամ Snapchat-ն են, իրականում on-line են հրապարակային կարող են դառնալ, հաղորդագրությունը կարող է սկրինշոթվել, տարածվել եւ լուրջ անախորժությունների պատճառ դառնալ, եւ այստեղ որոշակի մեդիա գրագիտության խնդիր է։ Իսկ ինչպես իրականացնել ճիշտ ծնողավարում, որպեսզի երեխան կարողանա բարձրաձայնել եւ առանց կաշկանդվելու ծնողին ասել, որ իրեն սեռական բնույթի կոնտենտ են ուղարկում։ Նման դեպքերում կարևոր է ծնողի մեդիագրագիտության մակարդակը։ Եթե բարձր մեդիագրագիտության մակարդակ ունեցող երեխան ծնողի հետ կիսվում է, որ իր դասընկերը կամ դասընկերուհին իրեն զգայուն տեսարան կամ կոնտենտ է ուղարկել, ծնողը սկսում է երեխային նախատել, որ ինչու հենց քեզ ուղարկեց, դու ինչ ես արել կամ ասել, ինչու ես դու հայտնվել իր թիրախում, երեխան ամոթով պայմանավորված հաջորդ անգամ կլռի այդ թեմայի շուրջ, ինչը կարող է հանգեցնել հետագա շատ լուրջ խնդիրների, ինչպիսիք են հենց օրինակ կիբերբուլինգի վտանգները։ Երբ անչափահասից պահանջում են նման նկարներ, դրանք ոչ միայն հետագայում շրջանառվում են տարբեր հարթակներում, այլև դառնում են շանտաժի եւ մանիպուլյացիայի միջոցով շորթումների պատճառ։ Այդ գործողությունները քրեորեն պատժելի են։ Ոստիկանության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս, ինչ անել նման դեպքերում։ Պարտադիր պետք է դիմի փաստաբանին, նման դեպքում փաստաբանին, հոգեբանին եւ երկուսի արկայության պարագայում նոր արդեն դիմեն իրավապահ համակարգին։ Արմինե Գյոզալյանի խոսքով ոստիկանությունը պարբերաբար շաբաթական 2 անգամ այցելում է տարբեր դպրոցներ իրազեկման նպատակով։ Հանդիպումներ եւ քննարկումներ են կազմակերպվում, այդ թվում սեռական կրթության թեմայով։ Ոստիկանությունը իրականացնում է իրավական իրազեկման աշխատանքներ հանրության շրջանում,
մանկավարժական կոլեկտիվի, ծնողների, այդ թվում նաև բռնության կլինի բուլինգ, կիբերբուլինգ, սեռական բռնություն, տարբեր բռնության տեսակների վերաբերյալ իրավական իրազեկման աշխատանքներ է իրականացվում ծնողների մանկավարժական կոլեկտիվի աշակերտների շրջանում, ինչպես նաև ոստիկանությունը իրականացնում է մշտադիտարկում եւ ստանում ենք տեղեկատվություն, օպերատիվ տեղեկատվություն եւ իրականացվում են համապատասխան աշխատանքները։ Անչափահասների շրջանում սեռական բնույթի բովանդակության ցանկացած ձևով տարածումը կամ կիրառումը պատժվում է քրեական օրենսգրքով։ Նախատեսված է պատասխանատվություն մինչև 3 տարի ազատազրկում կամ տուգանք տասնապատիկից 30 չափով կամ 100-ից 200 ժամ տևողությամբ հանրային աշխատանք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում փոփոխություններ չեն եղել, սակայն երկու երկրների կողմից նկատվում է երկխոսության քաղաքական կամք։ Միաժամանակ Պեսկովը ընդգծել է, որ Մոսկվան տեսնում է ռուս-ամերիկյան հարաբերություններում զգալի եւ փոխշահավետ ներուժ եւ այդ դիրքորոշումը կիսում են նաեւ ամերիկացի շատ գործընկերներ։ Իսկ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեռած գաղափար է անվանել Ռուսաստանի ակտիվների բռնագրավման հարցը։ Նա նաև հայտնել է, որ նույնիսկ եթե երբևէ վերսկսվեն խոսակցությունները, ոչ մի հնարավորություն չկա, որ փոխհատուցման կողմնակիցներն ավելի շատ լինեն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։